1991 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է բարև ձեզ։ Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը։ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում հայտարարեց, որ Ղարաբաղի կորուստը իրականում հաջողության պատմություն է եւ դրա շնորհիվ է, որ Հայաստանը դարձավ ինքնիշխան երկիր, որտեղ մինչ այդ ֆորպոստ էր, ինքն էլ վերջապես դարձավ լիարժեք վարչապետ, իսկ մինչ այդ ֆորպոստի վարչապետ էր։ Այս ելույթը բնականաբար շատ բուռն արձագանքներ առաջացրեց հասարակության մեջ, առավելապես հայհոյախառը, խիստ էմոցիոնալ, բայց ես այսօր կփորձեմ զերծ մնալ էմոցիաներից եւ փորձել հասկանալ այդ ելույթի տրամաբանությունը, որտեղ ամեն դեպքում ենթադրաբար այդտեղ ինչ որ տրամաբանություն կա։ Ուրեմն ինչ է ստացվում։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Հայաստանի ինքնիշխանությունը մեզ նվիրել է Ադրբեջանը։ Դա այդպես է ասում է, եթե փաստորեն որտեղ եթե չլիներ Ադրբեջանը, եթե Ադրբեջանը չգրավեր եւ չհայաթափեր Արցախը, Հայաստանը կշարունակեր մնալ ոչ ինքնիշխան երկիր, ընդհանրապես ֆորպոստ, ինքն էլ կլիներ ֆորպոստի վարչապետ, բայց Ադրբեջանը փաստորեն կարողացել է Հայաստանը դուրս բերել ռուսական սապոգի տակից, այսպես ասենք, փորձել է դրանով իսկ մեզ նվիրել է ինքնիշխանություն, իրեն էլ նվիրել է լիարժեք վարչապետություն։ Նկատենք, որ մինչև հիմա ընդհանրապես միայն Ադրբեջանն ու Թուրքիան էին համարում, որ Ղարաբաղի կորուստը եւ հայաթափումը հաջողության պատմություն է։ Առավելապես Ադրբեջանն էր դա համարում, որտեղ ուրիշ հաջողության պատմություն ինքը չուներ։ Այնտեղ էին համարում, որ դա հաջողության պատմություն է եւ Թուրքիան էր համարում իրենց տեսանկյունից իրավացիորեն, որովհետեւ հարյուրամյակներ շարունակ փորձում էին գրավել Ղարաբաղը, հայաթափել, չէր ստացվում ու հանկարծ թափվեց։ Իրենց համար դա իսկապես հաջողության պատմություն է, դրա համար էլ Շուշիում Էրդողանը հայտարարեց, նայելով հայաթափված գրավված Արցախին, որ այ հիմա Թալյատ Փաշայի հոգին փառավորվեց։ Չէ, փաստորեն պարզվում է, որ միայն Թալյատ Փաշայի հոգին չի փառավորվել, որ նաև Նիկոլ Փաշինյանի հոգին է փառավորվել եւ իր թիմի, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի այդ ելույթից հետո ԿՊԱ-ականները այսպես ոգևորված ծափահարում էին։ Ինչևէ, հիմա ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը իր լիարժեք վարչապետության համար պարտական է բացառապես Ալիևին, նրանք կարողացել են գրավել Ղարաբաղը եւ հայաթափել, իսկ այն 4000-ից ավել զոհերը փաստորեն, որ մենք ունեցանք այդ պատերազմում եւ հետագայում, նրանք մոտ 5000 զոհերը, նրանք փաստորեն դեմ են եղել, պայքարել են Հայաստանի ինքնիշխանության դեմ եւ բարեբախտաբար Նիկոլ Փաշինյանի տեսանկյունից բարեբախտաբար Ադրբեջանը նրանց հաղթել է, դրա համար էլ հիմա ինքը լիարժեք վարչապետ է, Հայաստանն էլ լիարժեք ինքնիշխան երկիր։ Նիկոլ Փաշինյանը սա ասում է ուղիղ բաց տեքստով, խորհրդարանական ամբիոնից, հասկանում եք ինչ է կատարվում երկրում, եւ նրանց հապահարողներ կան, երկրում որևէ բան դրանից տեղի չի ունենում, ամեն ինչ հանգիստ շարունակվում է, ինքն էլ մեկնում է Անկարա, հայտնի չէ թե ինչի համար եւ հայտնի չէ թե ինչ պայմանավորվածություններով։ Ինչևէ, ահա սա է իրավիճակը, բայց մի պահ ենթադրենք, թե Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում, այ վերջապես Հայաստանը դարձավ ինքնիշխան երկիր, ինքն էլ դարձավ լիարժեք վարչապետ։ Թեև հասարակության բացարձակ մեծամասնությունը իրեն իհարկե համարում է ոչ թե լիարժեք վարչապետ, այլ լիարժեք պատուհաս, բայց դա դեռ մի կողմ թողնենք։ Լավ, ենթադրենք Նիկոլ Փաշինյանը համարում է, որ իսկապես էլ Հայաստանը դարձել է ինքնիշխան երկիր, Ադրբեջանի շնորհիվ, Ալիևի շնորհիվ նրանք մեզ նվիրել են մեր ինքնիշխանությունը։ Եղբայր, բայց այդ դեպքում ինչու է այդ ինքնիշխան պետությունը ներսից քանդում։ Ես խոսում եմ Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցողի մասին, որովհետև դա ոչ այլ ինչ է, թե ոչ պետությունը ներսից քանդելու ուղղակի քայլերի հերթականություն։ Սկսենք դրանից, որ ինչ արեց Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում, հիստերիայի մեջ ընկավ, չգիտեմ, հետո ինչ որ Facebook-ում ինչ որ բաներ գրեց, ի պատասխան Սամվել Կարապետյանի ասաց, այ հիմա ես
քեզ այս տահակ իմ ձևով կմիջամտեմ, ուղիղ հրահանգ տվեց ուժային կառույցներին, պետական ինստիտուտներին, նրանք էլ վազելով գնացին այդ հրահանգը կատարեցին անմիջապես։ Այսինքն Հայաստանում այդ ինստիտուտների տարանջատում գոյություն չունի, եւ Հայաստանում պետական ինստիտուտներ գոյություն չունեն, գոյություն ունեն ինչ-որ կառույցներ, որոնք պետության ղեկավարի այդպես հիստերիկ նոպաների կամ հավասարակշռված հրահանգների ուղղակի կատարողներն են, գործիքը։ Դա նշանակում է պետություն չկա, որտեղ եթե չկան պետական կառույցներ, պետական ինստիտուտներ, ուրեմն չկա նաեւ պետություն։ Սա մեկ ամենակարևորը։ Երկրորդը, դրանից հետո մեկ այլ կառույց անմիջապես գնաց, չգիտեմ, այդ տաշիր ցաների ցանցը սկսեց փակել, ինչ որ արտադրություն փակեց, գնաց բարձեց, որ բարձում է դրանք պատերը հարթ չեն եւ այլն եւ այսպես շարք։ Սա հաջորդ հարվածն է, հաջորդ լուրջ հարվածն է մասնավոր բիզնեսի վրա Հայաստանում, որովհետեւ այդ տրամաբանությամբ ստացվում է, որ Հայաստանում մասնավոր բիզնես ընդհանրապես գոյություն չունի սեփականության իրավունք։ Այդ մասնավոր բիզնեսը կա այնքանով, ինչքանով Նիկոլ Փաշինյանը դա թույլ է տալիս, որ լինի։ Եթե թույլ չի տալիս, ասենք ինչ որ մեկի սանրվածքը դուրս չի գալիս, կամ ինչ որ մեկի սեփականատերը չի գնում, իրեն հաջողակ տղամարդ գործարար չի հրճակում, մի խոսքով ինքը կարող է անմիջապես այդ իր որևէ կառույցի ուղարկել այնտեղ եւ նրանք կգնան եւ կպարզեն, որ այդ ընկերության պատերը հարթ չեն եւ կփակեն։ Այսինքն սրանով սպան ոչնչացվում է մասնավոր բիզնեսը եւ սեփականության իրավունքը ընդհանրապես։ Երրորդը նա հայտարարում է, ասում է անմիջապես այ հիմա հեծը պետականացնելու ենք, արագ արդեն այդ նախագիծը կա։ Սա առաջացնելու է բնականաբար սոցիալական ցնցում, նախ ներդրումներ, սրանից հետո պարզ է, որ չեն լինելու։ Ինչ ներդրումներ, եթե ամենախոշոր ներդրումներից մեկը Հայաստանի տնտեսության մեջ, պետության ղեկավարը կարող է ինչ-որ հիստերիկ նոպայի ազդեցության տակ պարզապես հրահանգել ազգայնականացնել դա։ Բնականաբար դրանից հետո որևէ լուրջ բիզնեսմեն, որևէ լուրջ կազմակերպություն Հայաստանում այլևս երբեք ներդրումներ չի անելու։ Այսինքն ոչնչացվում է պետության տնտեսության համար կարևորագույն մի համակարգ արտաքին ներդրումներ, սա ոչնչացվում է։ Եվ սոցիալական ցնցումներ, հասկանալի է, չէ՞ որ իշխանությունները եթե ինչ-որ բանի ձեռք են տալիս, դա անմիջապես քայքայվելու է, ոչնչացվելու, ինչպես եղել է բոլոր համակարգերի դեպքում։ Այսօրվա իշխանությունները իրենց անձեռնհասության պատճառով կամ անգիտության, տգիտության պատճառով իրենք են խոստովանել, ինչին ձեռք են տալիս փչանում է, սկսած տրանսպորտային համակարգից։ Ասենք հուսահատության գազելները վերացրեցին, իբր հիմա Երևանում տրանսպորտ փաստացի գոյություն չունի, այդպես բոլոր համակարգերը։ Հասկանալի է, որ եթե հեծին ձեռք տան, Հայաստանում սկսվելու է Հայաստանում այդ համակարգը կաթվածահար է լինելու։ Անմիջապես սկսվելու են հովհարային անջատումներ, վթարներ եւ այդ փորձելու են մեղքը բարթել նախկինների վրա, հետո ասելու են դե շատ էժան է, բերեք սակագինը մի 50%-ով բարձրացնենք, չէ, սկզբից կասենք կրկնակի, հետո ընդվզում կլինի, հետո իբր փոխսիջում իսով չափ կավելացնել միևնույն է, հետո ոչինչ չի ստացվի խոսքով։ Հիմա սա չի նշանակում, դե մարդկանց պիտի կոչանենք, ասենք գնացեք, չգիտեմ, մոմ արեք, նավթի լամպեր արեք, ովքեր ամենաբար ավելի ունևոր են, գնացեք դվիժոկներ արեք, չնայած եթե այսպես շարունակվի, դա անխուսափելի է լինելու, որովհետև այս իշխանությունները որևէ բան չեն կարող ղեկավարել։ Այսինքն, ինչ է ստացվում, հիշում եք 18 թվականին Նիկոլ Փաշինյանը ասում էր կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Հիմա նա փաստորեն ասում է կամ ես կպահպանեմ իշխանությունը, կամ Հայաստանը որպես պետություն կվերանա։ Եվ հանուն իր իշխանության շարունակման վերացնում է այն ամենը, ինչ մեզ պիտի բնորոշեր որպես պետություն։ Իշխանության թևերի տարանջատում, մասնավոր բիզնեսի պաշտպանություն, օտարերկրյա ներդրումների խթանում, սոցիալական խնդիրների կարգավորում, բոլոր այդ թիրախներին մեկ առ մեկ հարվածում է։ Միայն ընդհանրապես մի բանի համար, որ վտանգ է զգացել իր իշխանությանը, որ ասում է ավելի լավ է ես պետությունը քանդեմ, ընդհանրապես քանթե իմ իշխանությունը վտանգին է, եւ նա դա անում է գիտակցաբար։ Հիմա արդյոք մենք իրավունք ունենք մտածելու, որ եթե Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքականության մեջ բառացիորեն ասում առաջնորդվում է ադրբեջանական եւ թուրքական թեզերով,
Այսօք մենք չենք կարող մտածել, որ գուցե ներքաղաքական հարցում էլ եւ պետությունը քանդելու հարցում էլ է առաջնորդվում այդ օրակարգով։ Տեսեք, խնդիրը միայն այն չի, որ մենք Ղարաբաղի կորուստը նա համարում է հաջողության պատմություն։ Թեև դա հաջողության պատմություն է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ Դա բոլոր մյուս հարցերումն էլ է այդպես վարում։ Նա ասում է, այ Հայաստանը ֆորպոստ էր, որ օգտագործում էին եւ հյուսիսից, եւ հարավից, եւ արևելքից, եւ արևմուտքից մեզ օգտագործում էին որպես ֆորպոստ մեր հարևանների դեմ։ Սա այն է, ինչ Թուրքիան կրկնում է 100 տարի շարունակ, սա այն է, ինչ ասում էր Ադրբեջանը, այ դուք ֆորպոստ եք, դրա համար էլ դուք երկիր չեք, դուք ագրեսոր, ինչ որ ֆաշիստական կազմակերպություն եք, դրա համար մենք ձեզ ոչնչացնում ենք, այդպես էին ասում նաև ցեղասպանությունից հետո արդարացնելու համար, ասում են ձեզ օգտագործում են ռուսները, դրա համար մենք ձեզ ոչնչացրեցինք։ Մի խոսքով, այդ ամեն ինչը ինչ որ ասում է Նիկոլ Փաշինյանը, եթե դա ասեր օրինակ Ադրբեջանի նախագահը կամ Թուրքիայի նախագահը, լրիվ նորմալ կլիներ։ Այստեղ տարօրինակ միայն այն է, որ դա ասում է Նիկոլ Փաշինյանը, փորձեք ձեր աչքերը փակել առանց նայելու լսել այդ ելույթները, ձեզ կթվա թե ադրբեջանցի կամ թուրք պաշտոնյա է խոսում ու սինխրոն թարգմանություն եք լսում, որովհետև ամեն ինչ կետ առ կետ նույնն է, նույն խոսույթն է։ Եվ այո, ողջամիտ կասկածներ կան, որ ներքաղաքական հարցերում նույնպես Հայաստանի իշխանությունները առաջնորդվում են ադրբեջանա-թուրքական նախագծով երկիրը քանդելու հարցում, որտեղ շատ հետևողականորեն է դա արվում։ Լավ, հիմա եթե Նիկոլ Փաշինյանը ոչ թե լիարժեք վարչապետ, այլ լիարժեք պատուհաս հարց է առաջանում, ինչպես պիտի պայքարել դրա դեմ, ինչպես պիտի ազատվել դրանից։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ երբ հասարակությունը կամ ինչ որ քաղաքական ուժեր պայքարում են, օրինակ Սամվել Կարապետյանի դեմ կատարվող այդ բացահայտ անօրինականության դեմ, իրականում խնդիրը նրանք ասենք տաշիր պիցցան չեն պաշտպանում կամ հեծը չեն պաշտպանում կամ նրա այդ կալանավորելու դեմ պայքարում են ինչի համար, հո նրան չեն պաշտպանում, պայքարում են հանուն նրա, որ Հայաստանում իշխանության թևերը տարանջատված լինեն, պայքարում են, որ մասնավոր սեփականությունը օրենքով պաշտպանված լինի, պայքարում են, որ օտարերկրյա ներդրումային միջավայրը բարենպաստ լինի, այստեղ Սամվել Կարապետյանի հանձը կարևոր չի, այդ ամեն ինչի նրան պաշտպանողները իրականում պաշտպանում են այն, որ Հայաստանը լինի նորմալ պետություն։ Ու տեսեք, այստեղ ինչ է ստացվում, ու հանկարծ մեկ էլ հայտնվում են ընդդիմադիր քաղաքական, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը մեկ էլ հանկարծ հայտնում է, ասում է, ես սատարում եմ նրան, շատ լավ ես անում, սատարում ես։ Ուղղակի հարց եմ տալիս։ Այդ սատարման արդյունքում այդ շարժումը, որ պիտի սկսվեր կամ սկսվել ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի կամ այդ արժեքներին, դա ավելի շատ օգուտ տվեց դրան, թե վնաս տվեց դրան։ Հասկանում եք, Հայաստանում խնդիրը շատ պարզ է, այս իշխանությունները քայքայում են երկիրը, քայքայում են եւ ներսից եւ դրսից, քայքայում են եւ դա ակնհայտորեն կամ ենթադրաբար անում են ադրբեջանա-թուրքական պատվերով։ Բայց երբ հասարակությունը քաղաքական ուժերը պիտի պայքարեն դրա դեմ, բայց երբ հանկարծ դրան այդ շարժմանը միանում են, առիթից օգտվելով, մեկ էլ ասպարեզ են իջնում, չգիտեմ, նույն Ռոբերտ Քոչարյանը, նույն նախկինները, երբ որ դրանք հայտնվում են, միանգամից այլ իմաստ է ստանում այս շարժումը, միանգամից։ Պետք չի դա անել։ Մենք այստեղ ոչ Սամվել Կարապետյան ենք պաշտպանում, ոչ, չգիտեմ, անձերի ենք պաշտպանում։ Այստեղ խնդիր կա պաշտպանել հայոց պետականությունը, պաշտպանել Հայաստանը որպես նորմալ պետություն եւ պետք չի, որ կողքից այդպես վենա մտնելով հայերեն ասած, պետք չի գալ եւ դուք ավելի շատ խանգարում եք։ Թողեք այս հասարակությունը, թողեք այս նորմալ քաղաքական ուժերը, եթե այդպիսիք դեռ կան, հավաքվեն, տեսնենք ինչ եք անում, որտեղ ինչ ենք անում, դուք ինչքան դրան մասնակցում եք, այնքան ավելի եք խանգարում, հեռու մնացեք, հեռու խաղացեք։ Սա ներքաղաքական պայքարի հարց չի, սա ներքաղաքական կռիվ չի հանուն իշխանության։ Սա պայքար է հանուն նրա Հայաստանը լինելու է պետություն, կարողանալու է մնալ պետություն, թե պատանդ է մնալու մի խումբ անհավասարակշիռ, չգիտեմ, անձանց ձեռքին։ Այս մասին է։ Այսօր այսքանը կհանդիպենք։